Քանի որ պապան դուրս եկավ, հիմա գոնե կարաս ասես ինչա կատարվում այդդ։ Ես ինձ շատ վատ եմ զգում։ Այդ ես էլ եմ տեսնում։ Դու ոչ միայն վատ ես զգում, այլ նաև տեղում չես։ Մի տեսակ օթերում ես։ Հա։ Մերսի, որ խոստովանեցիր։ Գոնե լսեցիր պապայիս ասածները։ Ուղղակի հիմա դրա ժամանակը չի։ Բա ինչի ժամանակն է։ Այդ ինձնից ու քեզնից ավելի կարևոր բան կա, հա, հիմա։ Խոսել ես Կարմենի հետ։ Էլի այդ Կարմենը։ Չէ, դու ուղղակի չգիտես։ Ու ինչ չգիտեմ։ Որ այդ մարդասպանը այդ Կարմենի աղբեր այդ Արամիկը կարող էլ չկա։ Կարող արդեն մեռել է։ Ալո, Ժան, ուր ես դու։ Այդքան զանգում եմ, չես պատասխանում։ Գործերի մեջ եմ։ Այսինքն ամեն ինչ լավ է։ Զբաղված էր դրա համար չէիր պատասխանում։ Ինչ կա, ինչ ես այդքան զանգել։ Մի հատ կարաս այդ Ժանոյին ռադանես, ինձ նորմալ բացատրես ինչա կատարվում։ Ժան։ Ասա, լսում եմ։ Ես ուշացա Ժանո։ Ես չհասցրի նրան ետ պահել։ Ինքը կրակեց։ Մեռավ։ Չգիտեմ։ Թողեցինք դուրս եկանք։ Ես դրա համար եկել զանգում, որ դու իրավոր եղբորն օգնության կանչեիր։ Ես էլ չէի անի։ Ես ինքս եմ զանգել նրան։ Լևին ես զանգել։ Հա, ես զանգել եմ Լևին։ Լսի, ընկերուհի, ստեղ մարդ կա նստած, կարող է ինձ նկատես ու իմ հետ խոսած մի քիչ էլ։ Ժանո, ես քեզ հեսա կզանգեմ։ Այսքան զանգել կլինի, որ դու ես զանգում Սլավ։ Ինչ անեմ, վրաս հարցը։ Ինչ, կարողա գտել եմ պալաչին։ Չէ, ուրիշ թեմայով եմ զանգել։ Չես ջոգում, որ այսօր բոլոր թեմաները բացի Արամիկի թեմայից ինձ հետաքրքիր չեն։ Ժանոյն է վերաբերվում։ Ինչ կա Ժանոյի վրա։ Խառնա, հեչ լավ օրի չի։ Հələ մի հատ կոնկրետացի ինչ է եղել։ Ծեծվել է։ Ես չեմ տեսել ճիշտ է, բայց մարդիկ ասում են քյուֆտ է դառը։ Ո՞վ է արել։ Կաֆեի տերերը։ Բա հիմա ուր է։ Հիվանդանոցում է։ Պատրաստում եմ գնամ մոտը, բայց ասեցի մի հատ քեզ տեղյակ պահեմ։ Так. Արի ինձ էլ վերցրու միասին գնանք։ Հելնայի ոնց է գյոզալ տղես բոյ պարկել։ Սա ինչ բան է։ Ումա պետք քո փողերը, ուժը, փառքն ու պատիվը, որ մարդիկ առանց վախենալու երեխուս այսօրն են գցում։ Էդ ինչի չես խոսում, ինչի ձեն չես հանում, կարողա սխալ բան եմ ասում, դե մի բան ասա։ Դուրս գնա։ Ինչ ասեցիր։ Երեխու մոտ բազար ես սարքել։ Դա նրանից է, որ մոր սիրտը փխրուն է, մոր սրտի համար չի սենց տեսարանները։ Վայ տղա ջան, վայ կորանամիս։ Ես ոչ էլ հավատում եմ այսօրվա բժիշկների, սուտ են ասում։ Երևի խաբեցին, որ ասեցին երեքս լավ է։ Չես անում։ Դուրս գնա։ Դուրս գնա։ Ոնց դուրս գնա։ Ուր դուրս գնամ։ Ես երեխուս մոտ եմ եկել։ Երեխու արունը խմեցիր։ Բայց ես ինչ եմ արել։
Երեխեն իր համար պարկած է, իմ բողոքը քեզ է ուղված։ Ես այդքան առողջություն չունեմ քեզ լսելու։ Արի դուրս գնա։ Ես երեխուս հետ մենակ մնամ։ Կյանքում ես արել։ Խելացի մարդիկ միշտ չի, որ կռվով ու շանտաժով են իրանց ուզածին հասնում։ Պետք է մի քիչ էլ խորամանկություն ցուցաբերել։ Ես Ադամին նորից կվերադարձնեմ։ Այս անգամ այնպես կվերադարձնեմ, որ գա ու գլուխը դնի դոշիս ու իր սաղ կյանքը պատմի։ Կնոջից սկսած։ Հասկացանք, լավ։ Այն ինչ որ եղել է, վատ է։ Վատ չի, շատ վատ է։ Դու գիտակցում ես, չէ՞, թե ինքը ինչի համար է դա արել։ Դե հա, տղավրեջն է լուծել։ Շարունակես։ Գիտեմ ինչ ես ասելու։ Հիմա պետք է մտածես, որ ինքը կարող է նաև իմ հետևից էլ գալ, չէ՞։ Ես նման հիմար բան հաստատ չի մտածի։ Կարող եմ եկել ասես մեղավոր չեմ։ Մեղավոր ես, բայց… Լավ, եթե սենց խոսանք շատ կխորանանք։ Ինձ հիմա մի հատ ուրիշ բան ասա, այն ինչ որ հերս ասեց, խոսած, լսեցիր, ինչ որ հետևություն արեցիր։ Լատ ուղեղս չի աշխատում։ Ադանե, ես քո հետ իմ զգացմունքներից եմ խոսում, հերթական անգամ սիրտս եմ բացում, իսկ դու ինձ ինչ ես ասում, ինչ ես պատասխանում ինձ։ Իսկ միգուցե դու մտնես իմ դրության մեջ։ Ես մենակ էդ եմ հիշում, որ անընդհատ մտնում եմ քո դրության մեջ։ Հա որ, իրոք մտնում ես, թե ես նիչ շուտ դու ես դեպրեսիայի մեջ ընկնում։ Այդ նրանից է, որ ես քեզ սիրում եմ ու ուզում եմ, որ մենք միասին լինենք ու կառուցենք մեր ընտանիքը։ Իսկ կլինի մենք այս մասին խոսենք այն ժամանակ, երբ ուղեղս ազատ կլինի։ Խիղճս ու հոգիս էլ հանգիստ։ Թող այս անգամ էլ քո ասածով լինի։ Պետք չի ես ճնշել։ Բայց պիտի ասեմ, որ պապա այդ խոսքերն ինչ խոսք ինձ հանգստացրին։ Ես քեզ ժամանակ էի տվել, որ մտածես։ Իսկ կարող է հիմա մի անգամից պատասխանես։ Մենք նորից միասին կլինենք։ Լավ, դու խոստացար ինձ, որ չես ճնշելու։ Ձեզ լավաս է։ Դու այդպես էլ չհասկացար, թե ում հետ գործ ունես ու որ մեր աչքից ոչինչ չի վրիպում։ Ու այն մարդը, որ քեզ այսօր նկցե, կստանա իր պատիժը։ Ես իմ հարցերը ինքս կարամ լուծեմ։ Հարադես Սուսմանը էլի, թե քեզնից ինչ հարցը լուծող։ Տեսնում ենք էլի ոնց ես քո հարցերը լուծում։ Որ շմտա պիտի ասեմ, որ մի կողմից էլ լավ էր։ Հա։ Հիմա կիմանաս հնարավորություններից սահմանը ու դրանցից էլ դուրս չես գա։ Ամեն մարդ իր գեորղանի գեորա ոտերը պետք է մեկնի։ Գնացեք, հա։ Ինչ եկեք ես դաս ծիրակում, ես դասեր պետք չի, ու вообще ձեզ ով է կանչը, որ եկել եք։
Ոնց որ թե քեզ լավ չեն ծեծել, հա, լեզուդ լավ երկար է։ Երևի չես հասկանում ինչ կարող լիներ։ Ինչ պետք է լիներ։ Դու մեռնեի։ Ահա, մեռնելն ինչ է, որ կոպես տղու համար։ Ոչ մի բան, որ մեռնելուց վախենայի ես գործի մեջ չէի մտնի։ Քեզ այդ գործի մեջ մտցնողներն են մեղավոր ու ես դրանց կաշին եմ կերտելու դեռ սպասի։ Չխառնում ես։ Այդ դու պիտի ասես ինձ ես ինչ անեմ։ Հա։ Ասում եմ, դու իմ անվան հետ չխաղաս հանգարց։ Էս մեզ կուլտուրականի մեջ ուզում ես ռադանել քո կյանքից։ Լսի Ժանո, դու չհասկացար, որ մենակ դու ոչ մի բան ես։ Որ դու ոչ մի հարց էլ չես կարող լուծել, ել չասեմ այս մասշտաբի հարցեր։ Այս դրա համար չեմ ուզում, որ խառնվեք։ Ես ցույց կտամ, որ ես այնքան կամ, որ մարդիկ կարոնի մեծ հաշվի նստեն։ Ծեծվել ես ու ընկել ես երազանքներիդ գիրկը։ Մի կաֆեի հարց էլ չկարողացար լուծել։ Ավելին ինչ ես սպասում։ Արի կլինի դու ընդհանրապես քաշվես կողքի, ես այդ հարցը կլուծեմ։ Դու ես հարցի հետ գործ չունես, Լև։ Էս իմ թեման է։ Դու են բութ երեխեքի պես ոչինչ չես հասկանում, կամ չես ուզում հասկանալ։ Քեզ մարդիկ ճանաչում են իմ անվան հետ կապելով, ուրիշ ոչ մի կերպ։ Դու դեռ այդքան չես մեծացել, որ կարողանաս հարց լուծել։ Ու քեզ հետ կապված թեման իմ թեման է, իմ խնդիրն է։ Ես շատ վրդովված եմ, որ իմ տղայից շամպես եմ վարվել։ Բայց ես քո տղեն չեմ։ Ես քեզ որպես տղա եմ ընդունել։ Հակառակ դեպքում դու ինձ հետ ընդհանրապես չէիր կարողանա խոսել։ Լեզուդ կկտրեի։ Կյանքս եկար։ Արի ինչի ես զարմացած կանգնել։ Ես մեզ համար համով բաներ եմ պատրաստել, որպեսզի միասին ճաշենք։ Պետք չի։ Բա չնշենք իմ վերադարձը։ Քո վերադարձի հետ կապված ես պիտի սուք հայտարարեմ։ Այդքան դժգոհ ես, որ եկել եմ։ Ինչի չգիտես։ Սպասում ես, որ հատուկ ասեմ։ Լավ էլի Ադամ, ինչ իմաստ ունի հիմա քո վերաբերմունքը, երբ ես արդեն նորից էստեղ եմ։ Մենք միասին ենք։ Հիշի, որ ես տանը դու ընդամենը տանվոր ես։ Պետք չի այդքան կոպիտ։ Որովհետև ես էլ կարող եմ հանկարծ կոպիտ գտնվեմ ու հիշեմ այնպիսի բաներ, որոնք ցանկալի չեն հիշելու համար։ Հատկապես ցանկալի չեն, երբ Վլադի մոտ հիշեմ։ Անենց չանես, որ կատաղեմ, թե չէ քեզ համար շատ վատ կլինի։ Բայց ինչի վատ լինենք, եթե կարող ենք շատ լավ լինել իրար հետ։ Դու ես նենց անում, որ ես կտրուկ քայլերի գնամ։ Դե գնա։ Հա դուրը բաց մտի ներս էլի կգնամ։ Թե վախենում ես դուրս գա, դուրը չգա։ Չհասկացա։ Ինչ տանը չի։ Չէ։ Բա ուր է տնկերդ։ Սոզանգեմ իմանա։ Իսկ կլինի չզանգես գնանք մեր տուն։ Չէ, չի լինի։ Ալո։ Ժան, բա այսօր ես։ Եկել եմ տանը չես։ Մոռացել էի քեզ զգուշացնել, որ ուշանալու եմ։ Ինչի Ժան, ինչ-որ խնդիրներ կա։ Չէ, խառն եմ, գործերի մեջ եմ պրոստ։ Հա տենց անհանգստանում ես իր համար։ Ժան, բա այս ինչ անեմ հիմա։ Խալո։ Հայ, դրան։ Հա, լավ, էսա։
Բայց նեղվում եմ, որ տանը մենակ ես մնալու։ Մի նեղվի, լավ դու էլ։ Ուղղակի ասա երբ կգաս։ Չգիտեմ։ Լավ։ Ես կբացեմ։ Կարաս սարքդ մի կողմ քաշես, ես հատնեմ ներս։ Ու քո կարծիքով ես պետքա թողնեմ, որ դու այս տանը գիշերը մենակ մնաս։ Հա։ Ես չեմ վախենում։ Ես եմ վախենում։ Ես չեմ կարա ստեղից գնամ մտածելով, որ դու այս տանը մենակ ես։ Հա, բայց ես էլ կարա չէ ներս մտնես։ Պետք չի ոչ դու ներս մտնես, ոչ էլ ես։ Մենք կգնանք Ուր։ մեր տուն։ Ձեր տուն։ Ձեր տուն ինչ պիտի գնամ։ Չեմ ասում հարս եմ տանում քեզ մեր տուն։ Կգնանք մի քիչ կնստենք, կխոսանք, հաց խուտենք, հետո քեզ կբերեմ ստեղ։ Երդվում եմ։ Ինձ դուրս հանեց, ինքը մնաց։ Այդ որտեղ է գրված, որ հայրը մորից առավել է։ Մեր դեպքում առավել է։ Դե ինքը Ալեքսետրակիչն է, մամ։ Երբ իր աստղը փայլում է, մնացածը մարում են։ Մամա կլինի, ասես են, ինչ մեզ հետաքրքրում է։ Ինչ եկել չես եկել, պապայից ես բողոքում։ Որովհետև վիրավորված էր միջև հոգուս խորքը։ Ասում եմ, բա այդ ոնց է պապան չի սպառնում վառել բժիշկներին, եթե Արամիկին ուշքի չբերեն, Պապայիցդ վախեցող բժիշկները ասում են, իբր Արամիկի հետ ամեն ինչ լավ է։ Արամիկին վտանգ չի սպառնում։ Գժվում եմ այն մտքից, որ աղջիկը ամուսնուս է գողացել, հերն էլ մեր Արամիկի կյանքի հետ է խաղացել, ուզում եմ գնամ սպանեմ դրան։ Ու այդքանից հետո պապատ բան չի անում։ Ուժը մենակ մեզ վրա է պատում, կոնկրետ ինձ վրա։ Երեխես աչքերը բացեց։ Բացեցել, փակեցել։ Հա։ Ու հարցրեց չէ ուրա մամաս։ Չէ, չասեց։ Սուտ ես ասում։ Ինչ է, նստել մնացել ստեղ։ Հայդե հավաք գնացեք տուն։ Вообще-то մեր սիրտն է ցավում։ Պապա հարևանի երեխուն չեն պարկացրել այստեղ։ Մեր Արամիկի կյանքն է մազից կախված։ Լսի, եթե երեխուս կյանքը մազից կախված լիներ, ես իմ այստեղ չէի լինեի։ Այսինքն լավ է երեխես։ Հա լավ է։ Այս ոտքի կանգնելու համար ժամանակ է պետք։ Հիմա դա ճշմարտություն է, թե սուտ ես ասում, որ մենք հանգիստ գնանք տուն։ Դու անկախ ամեն ինչից հիմա աղջիկներիդ կվերցնես ու տուն կգնաս։ Չեմ գնամ։ Կգնաս։ Յա, ստիպելով, հա։ Հա, ստիպելով է։ Պես կցակ, հա? Молодец, молодец. Լավ եմ, Պավել Գուրգենիչ, լավ։ Դե մեր բնակավարի մարդիկ ոնց պիտի լինեն, միշտ գործի մեջ ու միշտ հոգնած։ Հա, բայց դե մենք ենք են ուղին ընտրել, հենց որ բողոքելու իրավունք չունենք։ Հետ էլ մեր խաչն է։ Դուք լավ լինեք, դուք, Պավել Գուրգենիչ։
Մեր ազգին ձեր նման գեներալները շատ են պետք։ Եթե դուք չլինեք, հանցագործները այս երկիրը մաս-մաս կանեն։ Այսինքն անում են էլի։ Հելանելը ոնց ավենում։ Դե ես իմ ուժերի հնարավորության չափով փորձում եմ ինչ-որ բաներ ձեռնարկել։ Բայց դե պիտի խոստովանեմ, որ այնքան էլ լավ չի ստացվում։ Նա, ինչ են քրեական հեղինակություն համարվող լև ազատության մեջը բեսպրիձել վիճակ է ստեղծել նորից։ Առաջացի, քեզ զգա ինչպես կոտանը։ Հենց է, որ ես շաբլոն նախադասությունը չեմ ասում ասելու համար։ Սա իրականում կոտումն է ու դու քեզ պետք է շատ հանգիստ գաս և շատ ազատ։ Փաստորեն աղջիկը քո նոր հարսնացուն է, հա, Վլադ։ Իսկ դու ստեղ ինչ ես անում։ Ապրում եմ։ Մոռացել էի, որ պապան ասել էր, թե չէինք գա։ Լավ էլի, Վլադ։ Պետք չի այդքան անտաշ լինել։ Հիմա աղջիկը ինչ կմտածի իմ մասին։ Բարի գալուստ։ Հենց է, որ ես չեմ եկել մնալու, բայց դե մերսի։ Շատ ջերմ ես, Մարտա ջան։ Վատա։ Ես առաջին անգամ եմ տեսնում, որ ջերմ ընդունելությունից մարդիկ բողոք են։ Կեղծ ջերմությունը միշտ էլ զզվելի է։ Գնացինք Ադամը։ Ուր եք գնում։ Չգիտեի, որ քեզնից պետք է թույլտվություն հարցնենք։ Լավ, Ադամ է։ Նորից բարև ձեզ։ Բարև աղջիկ ջան։ Տեսնում ես, Ադամ։ Ճիշտ են չէ ասում, որ ամեն լավ բան համապատրաստից է ստացվում։ Ես ու Ադամը պիտի ճաշեինք։ Վլադն էլ իր սիրելիի հետ է եկել։ Արդեն միասին ընտանիքով կարող ենք սեղան նստել։ Մի ստիպի, եթե կուզեն կճաշեն, եթե ոչ չնճաշի։ Սա իրանց տունն է, ու դու իրանց մի հյուրասիրի։ Իհարկե, ես գիտես հայր ու որդի շատ նման են իրար, Ադանե ջան։ Երկուսն էլ խենթ բնավորություն ունեն։ Ես արդեն հասցրել եմ ճանաչել Վլադին։ Նենց որ դու քեզ նայություն մի տա։ Ու եթե դժվար չի, երեխեքին մենակ թողնենք Մարտա։ Չէ, մենակ թողնելու կարիք չկա։ Տես չի Վլադ։ Իհարկե, եթե պիտի հաց ուտենք, ուրեմն ասենք ուտենք։ Մենք սովածանք։ Տեսար Ադամ, ուրեմն իզուր չէր իմ այդքան պատրաստություն տեսնելը։ Հիմա բոլորով կնստենք սեղան, ու դուք կգնահատեք իմ խոհարարական հմտությունը։ Ես գիտեի, ես սպասում էի այս ավարտին։ Տեսնեսելով այնպես այսքան հանգիստ գնացել մահվան, առանց պայքարի, առանց դիմադրության քայլել դեպի իր մահվան զնդանը, դեպի իր մահվան աթոռը, նույնիսկ ուրախ եմ, որ վերջապես տղուս կհանդիպեմ, մեկ էլ կիմանամ, նա մեռավ թե ողջ է։ Դու չհասկացար, թե այս կյանքում կան բաներ, որ փողով չի կարելի առնել։ Փողից վեր լիքը բաներ կան, որ չես կարող առնես։ Հորդ փողերը չի օգնի ոչ մի բանի։ Ափսոս, որ երախուս չեմ կարող տեսնել մի վերջին անգամ։ Բայց դու մենակ իրան չէ։ Դու քեզ էլ ես սպանելու։ Դու չես սպանել ծնողներիս։ Ես եմ սպանել։ Դու չես։ Ես եմ։ Ոնց կուզեի ճշմարտությունն ասել քեզ։ Տեսնել քո աչքերում ներումն ու նոր մեռնել։
Ես չեմ թողնի, որ դու իմ խնդիրները լուծես։ Կապացուցեմ, որ ես մենակ էլ կարամ ոտքի կանգնեմ, որ մարդիկ կհարգեն ինձ որպես Շանոյի, այլ ոչ թե որպես Լևի ձեռի տակ գտնվող մեկի։ Իմ իմանալով բժիշկները քեզ դուրս չեն գրել։ Իմ իմանալով էլ դու ստեղ չես աշխատում։ Ուրեմն դու սխալ գիտես, ես ճիշտ։ Ես դες ոնց ասեմ, որ ինձնից յանտակ։ Ուզում ես ինքնուրույն քայլել սովորես։ Ես ինքնուրույն քայլել գիտեմ, նոր չպետք է սովորեմ։ Ուրեմն ոտերը տամուր դիր գետնին, որ չընկնես գյաբրլամի շլնես։ Շեմ ջոգում, ձեր համարից ծիծաղի առարկա եք սարքել։ Դու մեր համար լուրջ արժեք ես, ամել հարազատ մարդ ես։ Թե չեն ընչի, որ պարապ մարդ եմ, եկել եմ հիվանդանոցի դռանը, թերթ եմ կարդում։ Շարունակի թերթդ կարդալ։ Լավ մի արի հետևիցս։ Դու եմ վիճակում չես, որ դու զգաս հիվանդանոցից։ Հիմա Լև Սետրակի չհաստատ հիվանդանոցից ծախսերն էլա չէ փագել։ Բա դա էլ հարցեր։ Դե կասես շնորհակալություն։ Հիմա իրար հետ կգնանք, ու դու անձամբ քո շնորհակալությունը կհայտնես։ Ես քո չեմ գալիս, սլավ։ Կգաս, պիտի գաս։ Այս չեմ ջոգում, առանց կռվի գերի եք վերցրե։ Չէ, ապերիկ։ Գերի կարող են ուրիշները վերցնել, եթե ձեռքներս քաշեն կվրիցդ։ Բա քաշեք։ Դաժե խնդրում եմ, որ քաշեք։ Որ մարդիկ իրանց կիսատ գործը ավարտին հասցնեն, որ այս անգամ Լևը հիվանդանոցի տեղը անատոմիկի ծախսերը հոգա։ Սլավ մի հատ հարց ու մի հատ ճիշտ պատասխան։ Ալնի։ Խնդրեմ։ Լևն ինչի անգած հետևիցս։ Ինչի այսքան ժամանակ իմ մասին հոգ տանում, կարամ իմանամ։ Որովհետև ընդունում ա քեզ, սիրում ա ու հարազատ է իր համար։ Ընդամենը մի հատ պատասխան ուզեցի։ Ցաք ու ծրիվ բաներ ես ասում, սլավ։ Քո ուզած ու սպասված պատասխանը մենակ Լևը կարա տա։ Ալո։ Ապրեք։ Երբ կհասնեք։ Լավ։ Լավ։ Ալիկ, ես իմ պահեստներում եմ, կարող ես գալ։ Ձեր ես արնում։ Տղես հիվանդանոցում պարկած է, դու ինձ կանչում ես պահեստ, որ ինչ։ Լավ, ոնց ուզում ես։ Եթե չես կարող մի արի։ Լև, ապեր, ասա ինչ ես կանչում։ Դու ինչ կարևոր գործով ես կանչում, ապեր։ Պալաչին տղերքը բռնել են, բերում են պահեստ։ Ալիկ։ Ալիկ, լսում ես։ Ես քո կյանքին մեռն եմ։ Գալիս եմ, ես ինչ լավ բան ասացիր։ Ինքը հաշվես այդտեղ եմ։ Լավ։ Դե, ասեք, որ ամեն ինչ իսկապես համեղ էր։ Դե նա դու ասեցիր, մենք ինչ ասենք։
Չէ, բայց իսկապես համեղ էր։ Մերսի։ Դե վերջացրու, Ազիզ ջան։ Իսկ նորմալ հացել չկերար։ Վլադ, պետքա հաց ուտել սովորեցնես։ Ես ճիշտ ասած ուտել գիտեմ։ Հետևաբար սովորեցնելու կարիք չկա։ Լսեցի՞ր։ Ես ուղղակի ուզում եի ասել, որ լավ չի սնվում աղջիկը։ Թեյ սուրճ, ով ինչ կուզի։ Ես ոչ թե ոչ սուրճ, մերսի։ Ես էլ ոչ մի բան չեմ ուզում։ Ես սուրճ կխմեմ։ Վլադ, չգնանք։ Կգնաք էլի։ Ինչի եք շտապում։ Կարող ես մնալ։ Չէ, պապ։ Ես իրեն պետք է տուն տանեմ։ Շատ ամաչկոտ է Ադանեն։ Կարմենի հետ ծայրահեղություններ են, գիտես։ Համեմատությունը թե չտեղին չէր։ Ներեցեք։ Վլադ, դուրս գանք էլի, իսկապես ուշ է արդեն։ Ուր եք այդպես շտապում։ Կգնաք էլի։ Ես հիմա կգամ։ Վլադն ասեց, որ պապայիդ հետ էլ շփում չկա։ Ճիշտ ասած, դա ինձ համար շատ ցավոտ թեմա է։ Ու ես դժվարանում եմ խոսել այդ մասին։ Ես քեզ իմ ձեռքերով կխեղդեմ։ Ինչի համար։ Քո այս պահվածքի համար։ Վլադ, չեմ հասկանում ինչ ագրեսիվ վերաբերմունք է։ Հիմա որ Ադանեն մտնի ինչ կմտածի։ Աչքերին չի հավատա։ Կամ ասենք իմ այդքան լավ վերաբերմունքից հետո դու հիմա սենց ես վարվում ինձ հետ։ Ես քեզ չէի թողում, որ դու Կարմենի հետ սենց վարվես, ուր մնաց, որ թողնեմ Ադանեի հետ սենց խոսաս։ Լսի, նենց չանես քեզ այս տնից դուրս շպրտեմ։ Չես կարող։ Թերագնահատում ես ինձ։ Դու նենց ես անելու, որ ես հորս ընտրության առաջ կանգնեցնեմ, որ կամ ինձ ընտրի, կամ քեզ։ Իսկ ինքը ինձ կընտրի։ Ափսոս, որ հղի ես։ Չէ, դու հանգիստ եղի։ Ու ես ուզում եմ, որ իմանաս։ Ադամը ինձ կընտրի։ Վլադ, չգնանք։ Ադանե ջան, ես էլ Վլադին բռնացրել էի ու առիթից օգտվելով ասեցի, որ շատ լավ ընտրություն է կատարել։ Հիմա քեզ նման անուշիկ աղջիկ չես կարող գտնել։ Ասում եմ էլի, մեզնից հարազատ մարդ դու չունես։ 2 ժամատան չես ընկերուհիդ թողի արանքը ճղելա։ Որ դու արանքը ճղես, շատ գոհ շնորհակալ կլինեմ։ Բայց դու էիր ասում, տանը չի։ Ես էլ եզրակացնում եմ, որ արանքը ճղելա։ Լավ կամիել չկա։ Կա ժամանակա քեզնից այսքան խելոք բան չենք լսել։ Մի հատ խելոք բան կասեմ։ Գնա։ Դու մեզ հարազատ մարդ ես, ոնց կարող եմ քեզ այս վիճակով թողել ու գնա։ Որ մնացիր ինչ ես անելու։ Ես քո հետ խոսալու հավես էլ չունեմ։ Կնստենք, թերթ կկարդանք, միջև լևը գա։ Այ միջալուց մոռացա ասեմ, լև պետք է գա։ Թողեք դրան։ Ես գիտեի, որ դու կգտնես ինձ։ Այսքան աղբերդ ինչքան ման գարջերի գտնի։
Աղբորս տվում, որ գողանում էիր, ինչ էիր մտածում։ Ես դա պետք է անեի։ Ոչ մի բանի չէի մտածում։ Իսկ չէիր մտածում, թե դրանից հետո ինչ կարող է լինել քեզ հետ։ Դա էլ չէի մտածում, որտեվ ես ամեն ինչի պատրաստ մարդ եմ։ Դու ուզում ես ասել, որ մահից չես վախենում։ Մեռնել ինչա որ։ Դա ով չի մեռնում։ Մի օր բոլորն էլ այդ ճամփեն անցնելու են։ Այդ որ թքած ունես կյանքի վրա։ Նա ինչի թռար։ Բալաչ։ Ուզում էի կյանքին հրաժեշտ տալ։ Հասցրեցիր։ Տվեցիր։ Հա։ Հասցրի։ Կարամ մի հարց տամ։ Լսում եմ։ Սատկեց աղբորդ լակոտը։ Աչքերիդ ֆոկուսը կորցրել ես, բալաչ։ Նշանակետին էլ չես խփում։ Ու խափում ես։ Մի հատ ինձ նայի։ Ես նման եմ մարդու, ով խափում է։ Սաղ կյանքը ճիշտ ես խաղացել։ Բայց եթե դու այդքան ճիշտ ես, ես տեղին չեմ անում։ Դու իմ տեղը լինեիր, ինչ կանեիր։ Չէիր սատկացնի այդ լակոտին։ Աչքերից նայի, բալաչ։ Սպասի, Հալիկ։ Ինչ սպասեմ, ապեր, ինչ սպասեմ ցավդ տանեմ, դու ինձ սրան նվեր արա, էլ ես կյանքում քեզանից բան չեմ խնդրի, Ափսոս, որ տղը չսատկեց, բայց ոչինչ սատկելու է, մի նվեր էլ ես անեմ, ասեմ աղբորդ, թե իրականում դու ով ես, դու արա, Հալիկ, ոստիկանությունն է զենքերը ծածրձ